ՄԱԿ-ը պաշտպանում է Կիևի ռեժիմին աչք փակելով նրա գործողությունների վրա, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կիևի ռեժիմի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները այնքան ակնհայտ են, որ դրանք պարզապես անհնար է հերքել, եւ կան բազմաթիվ փաստեր, ասել է նա։ Այնուամենայնիվ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով ՄԱԿ-ի քարտուղարությունը հակառակ ուղղությամբ է շարժվում եւ փորձում է սպիտակեցնել Կիևի ռեժիմի գործողությունները։ Հակամարտությունն Ուկրաինայում դժվար թե ավարտվի կարճաժամկետ հեռանկարում երկրների դիրքորոշումները խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում մեծապես տարբերվում են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա մամուլի ասուլիսը հրապարակվել է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում։ Ես դավատես չեմ Ուկրաինայում խաղաղ գործընթացի կարճաժամկետ հեռանկարների վերաբերյալ։ Ներկայումս կողմերի դիրքորոշումները շատ առումներով անհամատեղելի են, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա ընդգծել է, ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Դժվար հաղթահարելի տարաձայնություններից մեկը Գուտերեշի խոսքով տարածքային հարցի վերաբերյալ դիրքորոշումն է։ Ռազմական գործողությունները ամենայն հավանականությամբ կշարունակվեն դեռ որոշ ժամանակ, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է. Կիևի դաշնակիցները գրեթե ավարտել են հանրապետության անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը։ Մնացել է միայն մի քանի մանրամասներ։ Նախ կա դրական կողմ, քանի որ անվտանգության երաշխիքները վաղուց թղթի վրա են, դրանք գրեթե պատրաստ են։ Կան մի քանի մանրամասներ, որոնք պետք է վերջնականապես մշակվեն։ Ես կցանկանայի տեսնել ԱՄՆ-ի ավելի հստակ դիրքորոշումը մանրամասների վերաբերյալ, ասել է նախագահը։ Վերջինս նշել է, Վաշինգտոնը աջակցում է երաշխիքներին եւ կլինի մասնակից, բայց Ուկրաինան ցանկանում է ավելի կոնկրետ միջոցառումներ։ Պետության ղեկավարը նաեւ նշել է, 26 երկիր համաձայնել է տրամադրել համապատասխան երաշխիքներ։ Իսրայելական զորքերը մտել են Գազա, վերջին օրերը քաղաքը ենթարկվել է հզոր օդային հարվածերի։ Ցախալի գնահատականներով Գազայում մնում է 2000-ից 2500 զինյալ, տարածքը լքում են 100,000-ավոր խաղաղ բնակիչներ, գնալով դեպի հումանիտար գոտի քաղաքի հարավային մաս։ Եվրասիական տնտեսական միության եւ Հնդկաստանի ներկայացուցիչները առաջիկա օրերին կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ գործնական աշխատանքները, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնիևը։ Սլեպնիևը Հնդկաստան է ժամանել 1 օր առաջ եւ արդեն բանակցություններ է վարել Հնդկաստանի առևտրի եւ արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։ Ինչ վերաբերում է մեր աշխատանքի գործնական բովանդակությանը, մենք ընդհանուր առմամբ փոխանակվեցինք ապագա համաձայնագրից որոշակի սպասումներով եւ հիմնական պայմանավորվածությունն այն է, որ մեր բանակցային թիմերը գործնական աշխատանքները կսկսեն բառացիորեն հաջորդ շաբաթվանից։ Հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սլեպնիևը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կապված նրա միջուկային դոսիեի հետ կարելի է խուսափել, եթե կողմերը ընտրեն դիվանագիտական ուղին։ Կարծում եմ դեռ ժամանակ կա պատժամիջոցների վերադարձից խուսափելու համար։ Իմ կոչն Իրանին եւ մյուս տերություններին դիվանագիտություն կիրառելն ու վստահության մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի դա հնարավոր լինի խուսափել, ասել է նա համաշխարհային կազմակերպությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է այս հարցի շուրջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Եվրոպական դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Եվրոպան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չի վարելու ուկրաինացիների փոխարեն։ Մենք կցանկանայինք հրադադար եւ կողմերի միջև իրական բանակցություններ, բայց մենք չենք բանակցել ուկրաինացիների փոխարեն, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա ժամանելուց մի քանի ժամ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Լոնդոնից արևմուտք գտնվող Վինձորի ամրոցում գտնվող բրիտանական միապետների նստավայրի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Ցուցարարները սկսել են հավաքվել տեղական ժամանակով ժամը 17:30։ Նախագահի ժամանումը սպասվում էր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին։ Մի քանի տասնյակ մարդ հավաքվել է High Street-ում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դեմ, ապա քայլել են դեպի Փիքոդ փողոցի գագաթը Վինձոր ամրոցի մուտքի դիմաց։
Ամերիկացի քաղաքական գործիչների դեմ դիպուկահար հրացաններով մահափորձերը դարձել են սև բիծ Միացյալ Նահանգների համար, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Սպուտնիկ ռադիոկայանի եթերում ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի վրա հարձակումը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պատմության ընթացքում շատ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագաներ, սպանվել են տանիքից դիպուկահարների կողմից։ Եթե դիտարկենք տանիքից, շենքից, բարձր հարկերից դիպուկահարի կրակոցը, դա գրեթե բիծ է ինչպես ավազակների, այնպես էլ ծովայինների վրա։ Այս առումով Միացյալ Նահանգների համար ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, ասել է Զախարովան։ Եվրոմեդիա 24-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում բարձելու քաղաքացիների կարծիքը Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի եւ ելքի վիզայի կնիքից հեռացնելու վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ սխալ են անում, դա թշնամություն է ուղղակի։ Դե բոլորս է գիտենք ինչ նպատակով է արվում։ Թուրքիայի պահանջն է բավարարվում է։ Հակահայկական։ Ամեն ինչ լավ է արվում։ Ոնց որ ամեն ինչ լավ է գնում։ Հա, ես շատ գոհ եմ իշխանությունից ամեն ինչից։ Չեմ կարող ասել։ Հաստատ չեմ կարող ասել։ Եթե որոշումը կա, եթե ինչ-որ մի բան մտածված է, ուրեմն տեղին է մտածված, չգիտեմ։ Շատ վատ նպատակ է, շատ վատ։ Մենք մի հատ մասից քար ունենք, դա էլ հանում են, շատ սխալ են անում։ Մեր միշտ էմբլեմները, միշտ ամեն ինչի մեջ եղել է մասիսարը։ Դա անում է երևի Թուրքին հաճոյա խոսելու։ Կարելի ասել դա զակազ էր, կոպիտ ասած պատվեր էր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այդ նշանը, այո։ Այո, դա իշխանության կողմից չի կատարվում, դա կատարվում է Ալիևի եւ Էրդողանի կոնկրետ հրամանով, որպեսզի այդ նշանները եւ այլը ինչ որ հայկական են վերացնեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել եւ արձակուրդ ուղարկել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նշենք, որ լրագրող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիկ Բաբայանը իր Facebook-յան գրառման համար սպառնացել է իրեն եւ հայհոյել։ 2025 թվականի ապրիլին քաղաքացիական պայմանագրի վարչությունն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին հայտնել են քաղաքացիական պայմանագիրը պարզաբանելով, թե ինչ է եղել նրանց միջև։ Հայտարարության մեջ ասվում է. հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-ից 18-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդներում։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մանրամասնելով, որ Հագայում նախարար Միրզոյանը կմասնակցի մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Կայանալու է հանդիպում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիդ Վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ։ Ուկրաինան ներկայումս լուրջ խնդիրներ ունի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ձեր երկիրը Ուկրաինան լուրջ խնդիրներ ունի, սա երբեք չպետք է տեղի ունենար, այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար, ասել է Սպիտակ տան ղեկավարը, այսպես է Թրամփը պատասխանել ուկրաինացի լրագրողի հարցին կապված հուլիսին ամերիկացի առաջնորդի կողմից հայտարարված 17 Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարար ժամկետների հետ։ Ամերիկացի նախագահի խոսքով ինքը պատրաստ է ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպատասխանեց լրագրողի հարցին, նախատեսված է արդյոք Ուկրաինային փոխանցել 17 Patriot զենիթահրթիռային համալիր։ Քաղաքական գործիչը սահմանափակվեց ընդհանրական հայտարարություններով, շեշտելով, որ սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար, եւ ընդգծեց, որ Ուկրաինան այժմ շատ ծանր վիճակում է։
Զրույցի ընթացքում Թրամփը նշեց, որ իր հիմնական նպատակը հակամարտության դադարեցումն է։ Նա սակայն չհստակեցրեց ԱՄՆ դիրքորոշումը հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը սպասում է Վաշինգտոնի հստակ դիրքորոշմանը եւ անվտանգության երաշխիքներին։ Նրա խոսքով Patriot համակարգերի մատակարարումը մնում է Ուկրաինայի հիմնական պահանջներից մեկը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի Purell ծրագրի շրջանակում, որի արժեքը կազմում է շուրջ 3.5 միլիարդ դոլար։ Եվրոպական միությունը անկախ հնչեցրած հայտարարություններից չի կիրառի լուրջ պատժամիջոցներ Իսրայելի դեմ Գազայի նոր ռազմական գործողությունների պատճառով։ Սրա մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է արևելագետ Իվան Բոչարովը։ Փորձագետի խոսքով հումանիտար ճգնաժամը կարող է որոշ երկրներում սառեցնել հարաբերությունները Թել Ավիվի հետ, սակայն այդ քայլերը հիմնականում լինելու են ձևական։ Նա չի բացառել, որ մի շարք եվրոպական պետություններ կարող են ճանաչել Պաղեստինի պետությունը, սակայն այդ աջակցությունը ըստ նրա բացառապես խորհրդանշական կլինի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Իսրայելի բանակը սկսել է Գազայի վրա լայնածավալ հարձակում, նպատակ ունենալով լիովին զբաղեցնել քաղաքը։ Թել Ավիվում տեղի են ունեցել բողոքի ցույցեր կառավարության որոշման դեմ, սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է մեկուսացման եւ նոր մարտահրավերների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այլևս չի հերքում, ամբողջ Դոնբասը կարող է անցնել Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Վերին Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Նա ընդգծել է, Զելենսկին խոստովանել է գործընթացը տարիներ է պահանջելու, սակայն գլխավոր հարցը մնում է զոհերի թիվը։ Նա սուր ձևակերպմամբ նշել է, քննարկվում են ոչ թե 100,000-ներ, այլ նույնիսկ միլիոնավոր զոհեր։ Պատգամավորի խոսքով հենց Ուկրաինայի ղեկավարն է նախապատրաստում հանրությանը միլիոնավոր կորուստների գաղափարին, որպես Ռուսաստանի կողմից Դոնբասի ամբողջական վերահսկողության ուղեկից սցենար։ Էստոնիայի խորհրդարանում կրկին քննարկման է դրվել օրինագիծ, որը նախատեսում է ամբողջությամբ փակել սահմանը Ռուսաստանի հետ։ Հաղորդվում է նախաձեռնության հեղինակները դա հիմնավորում են ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Օրինագիծը առաջադրած կուսակցության առաջնորդ Ուրմաս Ռենսալոն ընդգծել է, նման քայլը կօգնի նվազեցնել անակնկալ միջադեպերի ռիսկերը։ Նա հիշեցրել է նաև Լեհաստանի եւ Ֆինլանդիայի փորձը, որտեղ արդեն իսկ փակվել են սահմանները Բելարուսի եւ Ռուսաստանի հետ։ Պատգամավորը հավելել է, եթե Էստոնիան գործի համատեղ Լատվիայի եւ Լիտվայի հետ, սահմանների փակման ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Մուլինոյի զորավարժարան։ Այցը կայացել է Արևմուտքի 2025 ռազմավարական զորավարժությունների ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովեսին։ Պուտինը հետևել է զորավարժություններին զինվորական համազգեստով, ընդգծելով իր մասնակցությունը երկրի ռազմական պատրաստվածության ցուցադրությանը։ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ չի տեսնում հնարավորություն սահմանել մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ։ Այս նախաձեռնությանը պնդում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն Բլումբերգին ասել է, որ նման քայլը չափազանց բարդ է իրագործել եւ Տոկիոն չի պատրաստվում այն իրականացնել։ Այսպիսով Ճապոնիան փաստացի մերժել է Վաշինգտոնի պահանջը, պահպանելով զգուշավոր դիրքորոշում էներգետիկ քաղաքականության հարցում։ Կրկին շնորհակալություն նախագահ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ թրիփի իրականացման ուղղությամբ, նշել է Փաշինյանը։ Նշենք, որ նախագահ Թրամփը ասել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը եւ ընկերանալ երկու մեծ առաջնորդների եւ ժողովուրդների հետ։ Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։ Քննարկվել են կուսակցության 7-րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։ Նա ասել է, որ հարցաքննության կանչեն Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին եւ Կարմիր խաչի ղեկավարին։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին։ Նա նաեւ խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Բաքվի դատարանը միջնորդությունները մերժել է։ Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջև հոգեվոր կապ կա, բայց առաջին նախագահը եւս հասկացել է, թե ուր է տանում երկիրը իր հոգեվոր զավակը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Փաշինյանի եւ առաջին նախագահի միջև այժմյան փոխհրաձգություններին։ Առաջին նախագահը վերջապես տեսավ, թե ուր է բերել հասցրել իր այդ հոգեվոր տղան եւ ինչ հետ նա չէր պատկերացնում երևի, որ այս աստիճան կլինի ցինիզմը եւ այլն ամեն ինչը, եւ ես դա եմ կարծում, որ ինքը ուղղակի բայց այդ սերվածը այդ տեղից է եկել եւ շատ բան ՀՇ-ի գաղափարախոսությունից է շարունակում եւ դրա համար հիմա մենք ասում ենք հարցը շատ պարզ է, չկա այն լուրջ փիլիսոփայությունը, որը ինքը փորձում է մեզ ներկայացնել, թե այ տեսեք, եթե մենք իրական Հայաստան վերցնենք, ապա մենք ապահովված կլինենք, ով ասեց։ Եթե իրական Հայաստանը պատկերացնենք այն է, որը ինքն է պատկերացնում, Ադրբեջանը չի ճանաչում, չէ՞։ Այդ տարածքը չի ճանաչում։ Եթե դու ասել ես, որ դու ճանաչում ես նրա 86,000 չգիտեմ ինչքանը, նա երբևիցե չի ասել, որ ինքը ճանաչում է քո 29743 գոնե որ իր ասածն եմ ասում։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը ու կիրառել 5 միլիոն դրամ գրավ։ Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին Վիճռաբեկ բողոք է ներկայացրել, պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ։ Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտելով ազատազրկման 5.5 տարի ժամկետով։ Սեպտեմբերի 16-ին ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Հովապետերն ունեցել են առանձնազրույց, որի ընթացքում անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արխավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավող փորձություններին։ Հռոմի Սրբազան քահանայապետի ուշադրությանը հանձնվել են նաեւ իրենց նախնիների բնորանից Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդարվածների ազատ արձակման հրամայականը։ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 3-րդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի Պուշկաշ արենա մարզադաշտում։ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպանը, պետք է լրացնեն իրենց տվյալները։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը 1 տոմս, տոմսերի գները 18-ից 30 եվրո են։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-ից 313 սեկտորները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է պետական այցը Մեծ Բրիտանիա։ Սպիտակ տան ղեկավարը կնոջ Մելանիայի հետ Մեծ Բրիտանիա կժամանի սեպտեմբերի 16-ին, սակայն բոլոր միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 17-ին։ ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը Մեծ Բրիտանիայում հենց առաջին լիարժեք օրը կանցկացնեն Լոնդոնի մոտ գտնվող Բերքշիրում գտնվող Վինդզորի ամրոցում, որը Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորի պաշտոնական նստավայրերից մեկն է։ Ծրագիրը ներառում է կարգով զբոսանք ամրոցի տարածքում տնային Հեծելազորի ձիավոր գնդի ուղեկցությամբ Գվարդիայի պատվոպահակախմբի շքերթ, ծաղկեպսակի տեղադրում Սուրբ Գևորգի մատուռում, որտեղ թաղված է Եղիսաբեթ II թագուհին, հրետանային ողջույն, օդային շքերթ։ Օրը կավարտվի միապետի անունից պետական ընդունելությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի նահանգային դատարանում 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել New York Times թերթի դեմ, մեղադրելով զրպարտության եւ վիրավորանքի մեջ։ Այսօր ինձ մեծ պատիվ է բաժին ընկել զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ 15 միլիարդ դոլարի հայց ներկայացնել New York Times-ի դեմ, որը մեր երկրի պատմության մեջ ամենավատ եւ դեգրադացված թերթերից մեկն է, հայտնել է նախագահը։ Նրա խոսքով թերթը դեմոկրատների խոսափողն է, նրան բացահայտ աջակցում է նախկին փոխնախագահ Թրամփի մրցակից Կամալա Հարիսը։ Թերթը տասնամյակներ շարունակ ստում է ձեր սիրելի նախագահի մասին, այն չափազանց երկար է իրեն թույլ տվել զրպարտել եւ արատավորել ինձ, հավելել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քաթարում Համասի անդամների վրա հարձակումը հստակ ցույց տվեց, որ Իսրայելը սպառնալիք է դարձել համաշխարհային կարգի համար։ Իսրայելը անզգուշորեն շարունակում է տարածաշրջանի թալանը Գազայի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի եւ Իրանի վրա հարձակումներից հետո այն հարձակվեց Քաթարում Գազայի խաղաղության բանակցությունները գլխավորող պատվիրակության վրա։ Այն փաստը, որ բանակցող պատվիրակությունը դարձել էր այս դավաճանական հարձակման թիրախը միջազգային համակարգին եւ իրավունքին ուղղված աղաղակող մարտահրավերը։ Սա անկախ եւ խաղաղասեր երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում է։ Այս հարձակումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ շափերի են հասել Իսրայելի օկուպացիան եւ ահաբեկչական ձգտումները։ Ամբողջ աշխարհն այժմ տեսնում է, որ Իսրայելը միջազգային կարգի համար ակնհայտ սպառնալիք է, ասել է Էրդողանը լրագրողներին իր լողավազանում Քաթարից վերադառնալուց հետո ըստ Անադոլու լրատվական գործակալության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, նախագահ Թրամփը ինչ-որ պահի կարող է հանգել այն եզրակացության, որ Ուկրաինայում կարգավորման հասնելու անհնարինություն կա։ Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի մեր գործընկերների հետ անվտանգության երաշխիքների հարցում, քանի որ դա անհրաժեշտ կլինի բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորման համար։ Ինչ-որ պահի նախագահը կարող է գալ այն եզրակացության, որ դա անհնար է, նա դեռ չի ասել դրան, բայց կարող է, հայտնել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը եւ արտգործնախարար Քսավիե Բեթելը խորհրդարանական հանձնաժողովին հայտնել են երկիրը մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը, այս մասին հայտում է Պոլիտիկոն։ Ինչպես հաղորդվում է, ճանաչման մասին վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Դա տեղի կունենա մի շարք այլ երկրների, այդ թվում Ֆրանսիայի եւ Բելգիայի հետ համաձայնությամբ։ Այսպիսով Լյուքսեմբուրգը կմիանա արևմտյան երկրների աճող ցանկին, որոնք Պաղեստինը մտադիր են ճանաչել արդեն հաջորդ շաբաթ։ Նշվում է վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունն արվել է կառավարության մի քանի ամիս տատանվելուց հետո եւ եվրոպացի առաջնորդների աճող կոչերի ֆոնին, որպեսզի Իսրայելը դադարեցնի պատերազմը Գազայում։ Ղազախստանում ուժի մեջ են մտել հարսացուի առևանգման եւ հարկադիր ամուսնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության փոփոխությունները։ Այս մասին հայտնել է Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Քրեական օրենսգրքում ավելացվել է նոր 125 հոդված ամուսնություն հարկադրելը։ Այս արարքն այժմ ճանաչվում է որպես քրեական հանցագործություն։ Ամուսնության հարկադրելու համար պատիժը սահմանվում է տուգանքի, ուղիչ կամ հասարակական աշխատանքների սահմանափակման կամ ազատազրկման տեսքով, ասվում է հայտարարության մեջ։ Եվրամիությունը չի կարողանա հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից միջև Բրյուսելի կողմից սահմանված վերջնաժամկետը 2027 թվականը։ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմանը, գրում է եվրոպական Պոլիտիկո հրատարակությունը, հղումանելով երկու եվրոպացի դիվանագետների։ Հրատարակության տվյալներով սեպտեմբերի 16-ին էներգետիկ հարցերով զբաղվող Եվրամիության դիվանագետները կհանդիպեն քննարկելու Եվրամիության կողմից առաջարկվող ռուսական գազի փուլային դուրսբերման ծրագրի փոփոխությունները։ Աղբյուրները նշել են, որ դաշինքը հավանաբար չի կարողանա հետաձգել ռուսական էներգամատակարարումների փուլային դադարեցման ամսաթիվը մինչև 2027 թվականը, նույնիսկ չնայած Թրամփի պահանջները լրացուցիչ լծակներ են տալիս Հունգարիայի եւ Սլովակիայի նկատմամբ, որոնք շարունակում են էներգիա գնել Ռուսաստանից։ Ամերիկյան վարչակազմը սկսել է Սպիտակ տանը $200 միլիոն արժողությամբ պարահանդեսային դահլիճի շինարարությունը, իրականացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի երազանքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է Washington Post-ը։ Պարբերականի տվյալներով շինարարական խմբերը սկսել են աշխատանքները 8400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով օբյեկտի կառուցման համար տարածքը նախապատրաստելու ուղղությամբ։ Նոր կառույցը կգտնվի Սպիտակ տան արևելյան թևի մոտ, որը
որը կառուցվել է 1902 թվականին։ Այն կկարողանա տեղավորել մինչև 650 մարդ։ Ներկայումս Սպիտակ տան ամենամեծ սենյակը, Արևելյան սենյակը նախատեսված է 200 մարդու համար։ Ինչպես նախկինում հաղորդվել էր, շինարարությունը պետք է ավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրը Սպիտակ տունը սկսել է կառուցվել 1792 թվականին ճարտարապետ Ջեյմս Հոբենի նախագծով։ Վաշինգտոնն ինքն է ընտրել շենքի տեղը, որի շինարարությունն ավարտվել է 1800 թվականի նոյեմբերի 1-ին։ Նույն օրը այնտեղ է տեղափոխվել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը։ Շենքը վերակառուցվել է 1815-ից 17 թվականներին 1814 թվականի հրդեհից հետո։ Իլհամ Ալիևը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրակթար Օղլուի հետ քննարկել է երկու երկրների ռազմական կառույցների միջև համագործակցության հետագա զարգացումը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, օկուպացված Շուշիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծել են, որ Անկարայի եւ Բաքվի միջև ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով, այդ թվում ռազմական ոլորտում։ Ալիևը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն խաղաղության դարաշրջան է։ Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելի ջանքերին պայքարելու պաղեստինյան Համաս շարժման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Bloomberg-ը։ Միևնույն ժամանակ Ռուբիոն ձեռնպահ է մնացել Իսրայելին քննադատելուց սեպտեմբերի 9-ին Քաթարի վրա հրթիռային հարված հասցնելու համար։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթությունը Համասի կապիտուլյացիան եւ զինաթափումն է Գազայում պատերազմը դադարեցնելու համար։ Սեպտեմբերի 12-ին Axios-ը հաղորդել է, որ Մարկո Ռուբիոն հանդիպել է Գազայի հատվածում Համասի կողմից պատան վերցվածների հարազատների հետ։ Սեպտեմբերի 14-ին Ռուբիոն ժամանել է Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուբիոին տարել է արևմտյան պատի մոտ։ Ուկրաինայի բյուջեի նոր նախագիծը նախատեսում է պաշտպանության ֆինանսավորման զգալի աճ։ Ինչպես հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, պաշտպանական ծախսերը կաճեն 4 միլիարդ դոլարով եւ կհասնեն մոտ 68 միլիարդ դոլարի, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 27.2%-ը։ Այսօր ամբողջ երկիրը պետք է աշխատի կամ բանակում, կամ բանակի համար։ Սա արտացոլվում է 2026 թվականի պետական բյուջեում, ընդգծել է վարչապետը։ Նրա խոսքով արտաքին ֆինանսավորման անհրաժեշտությունը գնահատվում է 67.7 միլիարդ դոլար։ Միաժամանակ նախատեսվում է առողջապահությանը հատկացնել 6.3 միլիարդ դոլար, գիտությանը 483 միլիոն դոլար, իսկ մշակույթին 114 միլիոն դոլար։ Կիևի ռեժիմի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար։ Հայտարարել է Գերագույն Ռադայի падգամավոր Արտյոմ Դմիտրուկը։ Նրա խոսքով Զելենսկին ուղղակի պատասխանատվություն է կրում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի եւ պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի սպանության համար։ Իմ կոչը պարզ է, ազատեք Ուկրաինան ահաբեկից Զելենսկուց, հայտնել է պաշտոնյան։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ է ներկայացրել։ Այս մասին հայտարարության մեջ նշված է. «Պատիվ ունեմ խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի»։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ ազգային կյանքի բոլոր ոլորտներում լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի համար վտանգի տակ դնելով նաեւ երկրի ապագան, ասված է հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 16-ի ցերեկը 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը 20-ից 21-ին առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 15-ից 17 մետր վարկյան արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-ից 4, 19-ի ցերեկը կնվազի 4-ից 5 աստիճանով։